Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։ Ողջույն հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ կես հաճախությամբ իր աշխատանքն է սկսում Թարմ ուղեղով հաղորդաշարը, տաղավարում աշխատում է Հայկո Հիմինասյանը, իսկ հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն է, ողջույն։ Բարև։ Հարգելի ունկնդիրներ, Թարմ ուղեղով ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը, պարոն Հակոբյան, սկսենք երևի մեր հայրենակիցների, Հալեպի հայրենակիցների կյանքի վատ պայմաններից, բազմաթիվ հայեր արդեն իսկ տեսանք վիրավորվել են, ունենք նաև զոհեր, նաև երեխաներ կան եւ այսպես երկու կարծիք է այս պահին շրջում։ Մի մասը ասում է, որ հալեպահայերը իրենք չեն ցանկանում վերադառնալ Հայաստան, սակայն մյուս մասն էլ ասում է, որ անգամ տոմսի գումար չունեն Հայաստան վերադառնալու համար։ Եվ ամենասկզբից դիսկուսը երկու ուղղությամբ էր, գնում թուրքերը ուզում են մեր համայնքները քայքայեն, ոչնչացնեն, մենք պետք է այստեղից անգամ փորձեր եղան, եթե չեմ սխալվում, խմբեր ուղարկել, որպեսզի ռազմական պաշտպանությունը ապահովեն։ Ձեր կարծիքով ամենասկզբից հիմքից ինչպես պետք է այս հարցը լուծվեր, որ մենք այսօր այս վիճակին չհասնեինք, ռմբակոծված երեխաներ եւ այս բանին չգիտեն ինչպես բերեն, որտեղ մնան, ինչպես պետք է հարցը լուծվեր ամենասկզբից։ Շատ դժվար խնդիր է, ես փորձեմ մի քիչ հեռվից սկսել։ Նախ ամբողջ Սիրիայի այսպես ասած պատմությունը, այս ողբերգությունը իմ կարծիքով համաշխարհային հանրության այս վերջերս թերի ընկալումն է, ինչ բան է ժողովրդավարությունը, ինչ բան է ազատությունը եւ ինչ բան է մարդկային կյանքի արժեքը։ Եվ գերտերությունները, եւ Ռուսաստանը, եւ Միացյալ Նահանգները, եւ Միացյալ Եվրոպան խոսում են արժեքային համակարգի մասին, եւ նրանք փորձում են հաստատել ժողովրդավարություն եւ ազատական համակարգ Սիրիայում, նրանք մոռանում են, որ այդ ամենը չարժի գեթ մեկ երեխայի կյանքի։ Այդ առումով, եթե այդ գիտակցումը լիներ, ինձ թվում է Սիրիայում որևէ բան չէր լինի, որովհետև առաջերտին պետք է ապահովել մարդու անվտանգությունը եւ նոր մտածել ժողովրդավարական ինստիտուտների ազատությունների մասին։ Եվ քանի որ դա չկա, գիտեք, Հայաստանը միգուցե պարտավոր էր ավելի կտրուկ քայլերի գնալ, որպեսզի կարողանար փրկել հայկական համայնքը, բայց այստեղ, գիտեք, մի դժվար խնդիր կար։ Տասնյակ տարիներ Սովետական միության ժամանակ նույնիսկ դա խրախուսվում էր սովետական իշխանությունների կողմից Մոսկվայում, նաև Հայաստանը ցանկանում էր պահպանել մեր միջին արևելքի համայնքները տարբեր պատճառներով, հա, եւ դա ազդեցություններ եւ հայկական եւ սովետական միության այդ տարածաշրջանում, չմոռանանք, որ դա նաև ամենահին հայկական գաղութներն ենք, չմոռանանք, որ այնտեղ յուրահատուկ մշակույթ կար, մշակութա-լեզվապահպանության խնդիրներ էին լուծում, այնտեղ բազմաթիվ հայկական հուշարձաններ կային, այսինքն հենց այնպես քանդել այդ համայնքները ոչ մեկ չէր պատրաստվում, եւ որ սկսվեց Սիրիայի պատերազմը, ես կարծում եմ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ նա այդպիսի շատ երկար եւ ողբերգական ընթաց կստանա, բայց արդեն մի երկու տարի առաջ որ պարզ դարձավ, որ Սիրիան քանդվում է, ես կարծում եմ Հայաստանի իշխանությունները պետք է ինչ-որ մի հայեցակարգ մշակեին եւ որի միջոցով կամ որի շնորհիվ կամ որի կետերին հետևելով Սիրիայի գաղութը պետք է տեղափոխվեր Հայաստան։ Հասկանում եմ, որ դա շատ մեծ ռեսուրսներ էր պահանջում, հասկանում եմ, որ ոչ բոլոր սիրիահայերը երազում էին Հայաստանում ապրել։ Մեկը մի բան է գիտակցել այսինքն ինքնագիտակցություն ունենալ, որ դու հայ ես, հա, այսինքն ինքնությունով հայ ես, հա, եւ մի բան է ցանկանալ ապրել Հայաստանում, մենք շատ ժամանակ խառնում ենք այդ բաները, բայց որևէ բան չարվեց, ցավոք, որևէ բան չարվեց։ Ես կարծում եմ, եթե համախմբեին Սփյուռքի եւ Հայաստանի ռեսուրսները, ցանկությունները, այնուամենայնիվ մենք կարողանայինք ստեղծեինք այն պայմանները, որպեսզի տասնյակ հազարավոր հայեր տեղափոխվեին Հայաստան, դա չարվեց։ Հիմա այնտեղ մնացել են վերջի բեկորները, այդպես ասած, 20,000, եթե չեմ սխալվում։ Հա, որը շատ քիչ է, 120 հազարանոց համայնքից 20,000 է ընդամենը մնացել, եւ բնական է, որ նրանք ամենաանպաշտպան այսեն զանգվածն է
կամ ամենահայրենասեր, որը չի ուզում թողել իր սրբությունները, իր միգուցե գերեզմաները, այդ առումով իհարկե կան նաև բազմաթիվ մարդիկ, որոնք տոմսի փող չունեն, բաները մենք ունենք օրինակները մեր առջև, Իսրայելը այդ ժամանակ մի քանի ինքնաթիռ էր ուղարկում, պայմանավորվել տեղական իշխանությունների հետ կամ նույնիսկ պայմանավորվել գերտերությունների հետ, ուղարկում էր մի քանի ինքնաթիռ եւ փորձում էր հանել գոնե երեխաներին, ծերերին, անպաշտպան մարդկանց եւ կանայք։ Արդեն Սիրիայի համայնքը այնտեղ գոյություն չունի եւ չի կարող ունենալ եւ միտք փայփայել, որ այնտեղ կմնա, կպահպանվի հայկական գաղութը չի կարելի։ Նորից կրկնում եմ, մեր առաջնությունը պետք է լինի մարդկային կյանքը։ Այս բaragայում նույնիսկ ոչ հայ այն մարդու կյանքը, հա, որի գիտակցությունը չկա, եթե մենք հանենք այն հուզմունքային մեկ-մեկ բացակայությունները կամ ձևակերպումները, որոնք հնչում են կամ հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցով, նրանք որևէ բանին չեն նպաստում։ Քանի որ նաև այսպես նոր համեմատաբար արդեն հնացող կառավարություն ունենք, Սփյուռքի նախարարության գոյությունը մեր կառավարման համակարգում ձեր կարծիքով որևէ իմաստ ունի եւ ձեր կարծիքով ինչ պիտի աներ իդեալական Սփյուռքի կամ ներգաղթի նախարարությունը։ Գիտեք, այս բaragայում գրեթե ֆունկցիաներ չունի, մի մասով լուսավորչական կամ մշակութային ֆունկցիաները, որը շատ մեծ հաջողությամբ կարող էր կատարել մշակույթի նախարարությունը, մի մասը կարող էր կատարել արտաքին գործերի նախարարությունը, Սփյուռքը այս կառույցներով, այս կադրային իր ռեսուրսնով, այս պատկերացումներով իրենց աշխատանքի մասին իհարկե ոչ որևէ ապագա ունի, ոչ որևէ իմաստ ունի։ Հնչեցին, եթե չեմ սխալվում, Աժամբյանից առաջարկներ, որպեսզի այն անվանակոչվի Սփյուռքի եւ ներգաղթի նախարարություն Սփյուռքի հարցերով, մանրագետա Սփյուռքի նախարարը հիմա կոչվում, Սփյուռքի նախարար չի կարող լինել, Սփյուռքի հարցերով ընդամենը նախարար կարող է լինել, ինչևէ չփոխվեց, իհարկե առանձին կառույց, չգիտեմ դա կլինի նախարարություն, թե պետական ինչ-որ հաստատություն, պետք է զբաղվի ներգաղթի եւ նատուրալիզացիայի խնդիրներով, քանի այդ խնդիրները ինչ-որ կառույց չի լուծում, այն զբաղվում է զուտ ինչ-որ փոքր կազմակերպչական, մշակութային, անպագորգոր PR գործողություններով, անշուշտ ներգաղթի առումով, հա, կամ Սփյուռքի կոնսոլիդացիայի առումով այդ կառույցը որևէ բան չի արել։ Պարոն Հակոբյան, այսպեսի հարց տամ, երբ նայում ես թե ինչ խնդիրներ կան եւ ինչու նրանք լուծումներ չեն ստանում, անգամ եթե ոլորտի մասնագետ չես, այլ ուղղակի այսպես ուղեղդ մի փոքր աշխատում եք թածակ ունես, հասկանում ես, որ շատ հարցեր կարելի է շատ արագ լուծել։ Զինհաշմանդամների օրինակով բերեմ, զինհաշմանդամները չունեն սայլակներ։ Սայլակը կա, զինհաշմանդամը կա, բայց Գորիսից չի կարող զինհաշմանդամը հասնել այստեղ 2 օր սպասել, դիմում գրել, որ վերցնի, հնարավոր է անգամ խանութին խնդրես այդ, ասենք աշտարակ կաթին իր հետ այդ սայլակը տանի, 1000 միջոց կա։ Սակայն միշտ բոլոր օղակներում ես հանդիպում եմ, որ հղում է կատարվում օրենքին եւ այսպես հարցը փակվում է, հա։ Պետպատվերը վերջացել է եւ վերջ, թե զինհաշմանդամի կամ շարքային հաշմանդամի հետ ինչ տեղի կունենա, դա որևէ մեկին չի հետաքրքրում։ Ես նայում եմ, այստեղ գումարը տրամադրվում է, դա կաշառք չի գնում, սայլակը գնում է, սակայն դա որևէ ձևով տեղ չի հասնում։ Այսինքն կա մի իներտություն կամ նույն այդ աշխատակիցներն չգիտեմ, որ այո, ասում ես ձևը ցույց ես տալիս, երկրորդ անգամ անում են։ Ինչն է պատճառը, որ տարական բաները մեր երկրում չեն արվում։ Ես մտածում եմ, եթե մեր իշխանությունները այնքան գումար ինչքան վատնվում են, օրինակ ընտրակաշառքների վրա կամ ասում են, ինչի էս պաշտոնյային չեն փոխում, ասում են դա նա ձայն է բերում ընտրությունների ժամանակ ռեալ գործի վրա ծախսվեր, այսինքն այդ ընտրակաշառքի ճակերտների մեջ բյուջեն։ Իրենք կունենային առանց խոչընդոտների բացարձակ այսպես իշխանություն։ Ո՞րն է ձեր կարծիքով պատճառը, որ այդ, չեմ ասում, հանքարդյունաբերություն կամ երկրի արտաքին քաղաքական շահ վաճառել տարական հարցերում այդ այսպես ուղղությունը չեն որդեգրում։ Այսինքն ընտրակաշառքի գումարները հատկացնեն գործին։ Բերեն նորմալ մարդկանց կառավարիչներին, ովքեր շատ արագ դա կկազմակերպեն։ Ո՞րն է խնդիրը։ Բայց ինչի ընտրակաշառքի գումարները։ Օրինակ եմ ասում, անգամ այդ պետք է լինի, չէ, այստեղ շատ գլոբալ հարց բարձրացրեցիք։ Խնդիրը գումարը չի։ Գիտեք ինչ, ցանկացած ինչ որ բան նախատեսելիս, հա, կամ պլանավորելիս, լինի պետական մակարդակով նախարարության, ընտանիքի, ընկերության, միշտ մի քանի տարբերակ ունես։ Անել այն, եթե փող չունես, հա, դրա համար ընտրում ես մի տարբերակ, անել, եթե սահմանափակ բյուջե ունես, եւ անել, եթե անսահմանափակ բյուջե ունես, եւ պետությունները ըստ իրենց կամ հասարակությունները ըստ իրենց հնարավորությունների ընտրում են այդ
տարբերակներից մեկը։ Հայաստանը ոչ շատ հարուստ պետություն է, բայց դա որևէ նշանակություն չունի, երբ որ խոսքը գնում է մարդու հատկապես հայրենիքի պաշտպանի կյանքի եւ առողջության մասին։ Այստեղ փողի խնդիրը չի, փող կա։ Փող կա եւ ամբողջ աշխարհում, փող կա եւ Հայաստանում, հա։ Եթե դուրս ես գալի փողոց, դու տեսնում ես, որ Հայաստանում, Երևանում կուտակված փողեր կան, հա։ Խնդիրը շատ ավելի կարևոր, դա հատկապես շրջաններում Երևանում քիչ թե շատ ինչ որ նախարարություններ կամ գերատեսչություններ մեկ կամ երկու պայծառ գլուխ ունենում են, որոնք փորձում են իրենց գործը անել եւ այդ կառույցները առաջ տանել։ Շրջաններում խայտառակ կադրային սով կա։ Մարդիկ վերապատրաստում չեն անցնում։ Մարդիկ ընդունվում են այդ կառույցների մեջ մարզպետարանի աշխատակազմերի, գյուղապետարանի ծանոթով, ընկերությամբ, նրանք կիսագրագետ են։ Ոչ թե վաճկրթված են, նրանք կիսագրագետ են։ Նրանք որևէ բան չգիտեն, նրանք չգիտեն ինչա մենեջմենթը, նրանք չգիտեն ինչն է կոչված իրենց գործունեությունը, հասկանում եք։ Եվ ես չգիտեմ, շատ լավ կլիներ, որ նոր կառավարությունը կամ նոր վարչապետը ուշադրություն դարձնեին մարզային կառույցների կադրային ապահովման։ Մաքրելապետ եւ նորից լցնել։ Փայլուն երեխաներ կան, որոնք ավարտում են, գյուղերից շատ մարդիկ կան, որոնք նույնիսկ դրսում են կրթություն ստանում, հա, գան, համալրեն, սովորացնեն, կրթեն, վերապատրաստեն, բացատրեն ինչ է պետք անել եւ խստի վերահսկեն։ Դա նորից հայեցակարգի եւ ծրագրի խնդիրներ է։ Բայց ասել, որ գիտեք, այս փողը կա, ստեղից վերցնենք, փողի խնդիր չկա, բացարձակ։ Ես գիտեմ, որ լրատվական ռադիոն բազմաթիվ այդպիսի ծրագրեր է անում, ինքն էլ է օգնում հաշմանդամների համար։ Ես չեմ կարծում, որ դուք անում եք ձեր աշխատավորը, որը այդպիսի մեջ չի կարող լինել։ Դուք ընդհանրապես ցանկություն ունեք, հա, դուք այդ կրթվածությունը, մակարդակը, բարոյականությունը, հա, տեսլական ապագա Հայաստան ունեք, եւ դա հիրիք է անում, որպեսզի դուք կարողանաք, հա, ձեր կոլեկտիվով ակումուլացնել այն ռեսուրսները, այն ֆինանսական միջոցները, որոնք պետք են։ Նորից եմ կրկնում, խնդիրը փողինը չի, խնդիրը ցանկությանն է, խնդիրը կադրային ռեսուրսինն է, որը Հայաստանում շատ մարդկային ռեսուրսներ ունենալով, փայլուն ուսումնողություն, մենք պետական ապարատը դարձրել ենք ճայիչ, հա, որը սպասարկում է առաջերտին ինքն իրեն։ Շնորհակալություն, հարգելի ունկնդիրներ, այս պահին մեր եթերում լուրերի կարճ թողարկման ժամն է, կվերադառնանք 2 րոպեից, մնացեք մեզ հետ, եթե դիտում եք մեզ համացանցում, հաղորդման շարունակությունը անմիջապես այս հղման ներքևի հատվածում։